երբեմն ուշադրություն դարձեք իմ խոսքին, երբեմն մարդու թաղումը խոսում է իր ապրած կյանքի մասին։ Մի պատմություն լսեցի շատ ազդեցի վրա, որ մի հավատացյալ կոչվածի, որը ապաշնոր, ապիկար հավատացյալ էր։ Շատ վատ անձնավորություն, կռիվներ գցող, բամբասող, չարախոսող, վերջը մարդը մեռավ մի օր։ Եվ այս մարդուն պիտի տանեն թաղեն, նայած չի որ բոլորը կուզեին թաղմանը ներկա լինել, բայց գիտեք չէ, թաղումներին բոլորը փորձում են ներկա լինել։ Այն հավատացյալները, որոնք իրար չեն ուզում այն ժամանակ տեսնեն, բայց գոնե թաղումը առիթ է, որ իրար տեսնեն։ Նայում են են եկավ, ես եկավ, են գնաց, ես գնաց։ Մենք հանդիպում ենք թաղումների ժամանակ միայն։ Կարծես այն միակի եւ կատարյալի մահը եւ հարությունը, որ մենք հանդիպենք, պակաս եղավ։ Եվ մենք հիմա հանդիպում ենք ավելի հաճախ թաղումների ժամանակ։ Եվ այս մարդու թաղմանները դնում են հավատացյալներ։ Այդ օրը այնպեսի մի հատ եղանակը փակվում է երկնքում, ամպերը կուտակվում, բռայլոր, մարդիկ նայում են հանկարծ անձրևը չսկսի, եւ այդ վախը իրականություն է դառնում, անձրևը սկսում է։ Սկզբում մանր մաղում է, հետո քանի գնում ուժեղանում, եւ այն պահին, որ արդեն հասնում են փոսի մոտ, որ այդ մարդու դագաղ իջեցնեն փոսը, արդեն հեղեղ դույլով ոնց որ լցնեն գախիտ, ու ճանապարհին սա մտածում են այ մարդ, սենց թաղում էր կներ, ես ինչա, եւ ամեն մեկը իր մեջ վերլուծում է, մարդուն տանում են թաղելը, բայց ամեն մեկը իր վերլուծական ապարատը միացել է մտածում է, այ մարդ սենց է պիտի լիներ, երկինքն էլ անգամ դեմ է սրան, բերում են հասնում են փոսին, ինձ զարմանս բոլորի տեսնում են փոսի կեսը ջրով լցված արդեն, միջև հասնում են կեսից շատը ջուր է, վերջը մի կերպ ուզում են որպեսի իջեցնեն, դել ինչ մահախոսական, ինչ խոսելը տեղ, արագությամբ շուտ իջեցնեն, այդ պահին որ պիտի դագաղը շուր տան, մեկ էլ մեջից է, որ պիտի իջեցնեն, մեջից շուրը գալիս են, փալասով, այդ պրոստինով դպալ են այդ ցեխերի մեջ, վայ, նորից մեջից հանում են, նորից դնում են դագաղի մեջ, նորից դզում են, մարդի գլուխները թեքում են, ասում են, արա սենց թաղում կլինի, բայց ամեն մեկը իր մեջ ասում է արդարա Տերը, Տեր արդարա,